Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1127-րդ օրն է։ Այսօր չորեքշաբթի է, Հայաստանի խորհրդարանում շարունակվում է նստաշրջանային շաբաթը եւ մենք կշարունակենք կարճ, բայց բովանդակալից եթերների մեր շարքը։ Նախ շնորհակալություն հայտնեմ ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար, շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Նաեւ շնորհավոր եմ Հայաստանի ազգային ժողովի կողմից եվրոինտեգրացիայի մասին օրենքի վերջնական ընդունելու առիթով։ Պայքարը շարունակվում է, մեր ազգը, մեր հայրենիքը պետք է իր օրինական տեղը զբաղեցնի եվրոպական ազգերի երկրների շարքում եւ դրա համար մենք մեր ուժերից ելածը անպայման անելու ենք։ Սկսեմ ձեզ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալների ներկայացումից ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ, ասեմ, որ մարտերի թիվը ավելացել է, սաստկացել են մարտերը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում եղել են ավելի քան 207 մարտական բախումներ, երեկվա 165-ի փոխարեն։ Այդ ընթացքում Ռուսաստանը կորցրել է մոտ 200 միավոր զինտեխնիկա եւ 1280 զինվոր, իսկ 22 թվականի փետրվարից ռուսական կորուստների ընդհանուր թիվը կազմել է 900220 օկուպանտ։ Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության բանակը ավիացիան, հրթիռային ուժերն ու հրետանին հարվածներ են հասցրել 9 շրջանների, որտեղ կենտրոնացված է հակառակորդի անձնակազմը, սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան։ Ռուսական բանակը ամեն գիշեր շարունակում է Ուկրաինայի խաղաղ քաղաքներին վնաս հասցնելու փորձերը, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորվում, երբեմն նաեւ զոհվում։ Անցած գիշեր բացառություն չէր, մարտի 26-ի գիշերը Ռուսաստանը շահեդ տիպի 117 հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել էր Ուկրաինայի խաղաղ քաղաքների վրա, դրանցից 114-ը խոցվել եւ վնասազերծվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, բայց ինչպես նկատեցիք թվերի տարբերությունից կան նաեւ խոցումներ։ Թշնամու հարձակման արդյունքում խոցված դրոնների բեկորներից տարբեր աստիճանի տուժել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի եւ Չերկասի մարզերում։ Ուկրաինական կողմի հարվածների մասին վստահ եմ տեղեկանում եք մեր Telegram-յան ալիքից։ Ռազմական աշխատանքը շարունակվում է, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, զինվորականներից ետ չեն մնում նաև ուկրաինական պարտիզանները։ Ուկրաինական ուժերը շարունակում են ետ մղել ռուսական զորքերին Դոնբասում, մասնավորապես Պոկրովսկի ուղղությամբ։ Երկու կողմից ուկրաինական ուժերը առաջ են շարժվում այն գոտու վրա, որտեղ ռուսները ունեին առաջ խաղացում, մի կողմից Պեսչանեից, մյուս կողմից Սալենոից, ինչը սպառնալից պատկեր է ստեղծում ռուսական զորքերի համար։ Ռազմական տրամաբանության համաձայն ռուս օկուպանտներին պոտենցիալ շրջապատում է սպառնում։ Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են, մեր ուժերն այնտեղ պաշտպանական մարտեր են մղում, կա տեղեկություններ, որ նրանք մի փոքր տակտիկական նահանջել են, իսկ Բելգրադի մարզում պատկերը հակառակն է, ուկրաինական զորքերը դանդաղ, բայց վստահ առաջ են շարժվում։ Քաղաքական լուրերից Ռիադում բանակցությունների արդյունքում մենք 3 տարբեր հայտարարություններ ունենք, բայց քանի որ մեզ համար ամենակարևորը մերն է, ուկրաինականն է, մեջբերեմ եւ Ուկրաինայի նախագահին եւ պաշտպանության նախարարին, քանի որ ամերիկացիներն ու ռուսները յուրաքանչյուրն ինքնուրույն ինչ-որ նոր բան է ասում։ Օրինակ Սաուդյան Արաբիայում բանակցություններին հաջորդած իրենց հայտարարության մեջ ռուսները ասել էին, որ իբր հրադադարի ուժի մեջ է մտել մարտի 18-ից, բայց այս ընթացքում Ռուսաստանը մոտ 10 հարձակում է իրականացրել ուկրաինական էներգոհամակարգի դեմ, այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Ըստ Զելենսկու Ուկրաինան հանձնել է բոլոր օբյեկտների ցուցակը, որոնց վրա Ռուսաստանին արգելված է հարվածներ հասցնել։ Այս մասին հայտնել է ինքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ շփման ժամանակ։ Ավելի մանրամասն Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից տեղեկացնեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի բերած դետալներին։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում երկկողմ տեխնիկական խորհրդակցություններ են անցկացրել։ Նրանք կենտրոնացել են էներգետիկ եւ կարևոր ենթակառուցվածքների անվտանգության, Սև ծովում անվտանգ նավարկության եւ Ռուսաստանից եւ ուկրաինացի գերիների եւ երեխաների ազատ արձակման եւ վերադարձի վրա։ Այս մասին երեքշաբթի օրը մարտի 25-ին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Մեջբերեմ այս հանդիպումը Ջիդայում Ամերիկայի հետ հաջող խորհրդակցությունների տրամաբանական շարունակությունն է։ Ոչ ոք մեզանից ավել չի ձգտում արդար խաղաղության։ Մեր դիրքորոշումը մնում է ազնիվ, թափանցիկ եւ հետեւողական, նշել է Ումերովը։
Նախարարը նշել է նաև 5 հիմնական արդյունք. առաջինը բոլոր կողմերը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկումը, դադարեցնել ուժի կիրառումը եւ կանխել առևտրային նավերի օգտագործումը Սևծովում ռազմական նպատակներով։ Կարևոր կետ, որը Ուկրաինան իր կողմից ավելացրել է, ինչը Ռուսաստանին իր տեղն է դնում միջազգային իրավունքի առումով։ Ուկրաինական կողմը ընդգծում է, որ ռուսական ռազմական նավերի տեղաշարժը արևելյան Սևծովից դուրս կդիտարկվի որպես այս համաձայնագրի ոգու խախտում եւ կդիտարկվի որպես Սևծովում նավարկության ազատության ապահովման պարտավորությունների խախտում եւ Ուկրաինայի ազգային անվտանգության սպառնալիք։ Այս դեպքում Ուկրաինան կունենա բոլոր իրավունքներն իրականացնելու ինքնապաշտպանության իրավունքը, այսինքն ռուսական ռազմական նավերին չի թույլատրվում գրավյալ տարածքների ջրերում նավարկել։ Ռուսական նավերը պետք է լինեն միայն ճանաչված Ռուսաստանի ափամերձ շրջանում։ Հակառակ դեպքում ուկրաինական ուժերը կոչնչացնեն ռուսական նավերը։ Երկրորդը, բոլոր կողմերը պայմանավորվել են իրականացնել նախագահների պայմանավորվածությունները Ուկրաինայի եւ Ռուսաստանի էներգետիկի ենթակառուցվածքների վրա հարձակումների ամբողջական արգելքի վերաբերյալ։ Երրորդը, բոլոր կողմերը ողջունում են երրորդ երկրների ներգրավվածությունը էներգետիկ եւ ծովային համաձայնագրերի իրականացման աջակցելու համար։ Չորրորդը, բոլոր կողմերը կշարունակեն աշխատել կայուն եւ երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Հինգերորդը, Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը ռազմագերիների փոխանակման, քաղաքացիական կալանավորների ազատ արձակմանը եւ բռնի կերպով հեռացված ուկրաինացի երեխաների վերադարձին նպաստելուն։ Մեջբերեմ պայմանագրերի արդյունավետ իրականացման համար կարևոր է, որքան հնարավոր է շուտ անցկացնել լրացուցիչ տեխնիկական խորհրդակցություններ, որպեսզի համաձայնեցվեն բոլոր մանրամասներն ու տեխնիկական ասպեկտները համաձայնությունների կատարման, մոնիտորինգի եւ վերահսկման համար, ընդգծել է Ումերովը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ից 25-ը Էր-Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունների միջև, սակայն եռակողմ բանակցությունները այդպես էլ տեղի չեն ունեցել, իսկ Կրեմլից ասել են, որ բանակցությունների մանրամասները չեն հրապարակի։ Ինչ կլինի իրականում, այնքան էլ պարզ չէ։ Նույնիսկ Թրամփը այսօր ասաց, որ զգում է Ռուսաստանի կողմից ձգձգման փաստը։ Երեկ մեր տելեգրամյան ալիքում տեղադրել էինք ՑՌՈ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռադկլիֆի հայտարարությունը, մեջբերեմ ուկրաինական ժողովուրդը եւ ուկրաինական բանակը թերագնահատված են արդեն մի քանի տարի։ Իմ հետախուզությունը հայտնում է, որ ուկրաինացիները պատրաստ կլինեն նույնիսկ մերկ ձեռքերով կռվել, եթե նրանց չբավարարի խաղաղության համաձայնագրի պայմանները։ Ինձ թվում է, ոչ ոք չի կարող անտեսել ՑՌՈ-ի ղեկավարի խոսքերը, որը տիրապետում է իրական հետախուզական տվյալների, եւ ռուսները պետք է իրենց ականջին օղանան։ Գիտեմ, որ նաեւ մեզ են լսում, եւ սա հատկապես ցանկացա նշել, որ ռուսական կողմից ավելորդ հույսերը դատապարտված են տապալման։ Անցնենք եւս մի կարևոր թեմայի Ռուսաստանին վերաբերող։ Մեր հաղորդումներին մենք ձեզ համար վերլուծել ենք Ռուսաստանի գյուղատնտեսության ածխի արդյունահանման, մետալուրգիայի, լոգիստիկայի եւ այլ ոլորտների անկումը։ Այսօր ես որոշեցի ռուսական աղբյուրներից ձեզ տրամադրել տվյալներ բժշկության, մասնավորապես շտապ օգնության ծառայության հետ կապված իրավիճակի մասին, որպեսզի ավելի լավ պատկերացում լինի, ինչ աղետ է բերել Պուտինը նաեւ իր ժողովրդին, պատերազմելով Ուկրաինայի հետ։ Իդեպ լուրեր կան, որ Պուտինը մոբիլիզացիա է նաև պատրաստում, բայց այդ մասին մեկ այլ եթերում կասենք։ Այսօր զուտ բժշկական ոլորտի մասին է խոսքը գնալու։ Ռուսաստանի մարզերում կոլապս է սկսվել։ Ռուսական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչ է Կրեմլը թաքցնում իր ժողովրդից։ Ռուսաստանում տնտեսության, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների եւ սոցիալական ոլորտի հետ կապված խնդիրներից հետո առողջապահությունն է սկսում փլուզվել, ամեն օր սպանելով ռուսներին, ովքեր ժամանակին օգնություն չեն կարողանում ստանալ։ Մինչ Պուտինը շարունակում է տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսել Ուկրաինայի դեմ ագրեսիայի վրա, Ռուսաստանի մարզերը սահում են խորը սոցիալական ճգնաժամի եւ առողջապահության փլուզման մեջ։ Ռուսաստանի Դաշնությունում շտապ բժշկական օգնության համակարգը փլուզման եզրին է, գրում է Մեդվեսնիկը, վկայակոչելով Ձեյստվիե արհմիության տվյալները եւ բազմաթիվ բողոքները շտապ բուժօգնության ենթակայանների աշխատակիցների կողմից 10 մարզերում, այդ թվում նաեւ խոշոր քաղաքներում։ Շտապ օգնության կանչի սպասման ժամանակը որոշ մարզերում հասնում է սարսափելի մակարդակի։ Բրյանսկի մարզում սրտային հիվանդությամբ զարկերակային հիպերտոնիա ախտորոշված հիվանդը մոտ 9 ժամ սպասել է, որ զանգը փոխանցվի թիմին։ Կաթվածահար հիվանդները, գլխի վնասվածքներով եւ շնչառական անբավարարությամբ մարդիկ ժամերով օգնության են սպասում։ Վելիկի Նովգորոդում իրավիճակն ավելի աբսուրդային է, ագրեսիվ հոգեկան հիվանդի զանգը կախվել է առանց օգնության 6 ժամ։
իսկ վերջույթների սուր ցավով եւ այտուցներով մարդը ստիպված է եղել սպասել ավելի քան 8 ժամ։ Սանկտ Պետերբուրգում շտապ օգնության կանչերը կարող են մնալ 1 ժամ, իսկ շտապ կանչերը 3-ից 4 ժամ։ Երբեմն սպասման ժամանակը կարող է հասնել մինչև 10 ժամ։ Ստավրոպոլի երկրամասում հաճախ 4-ի փոխարեն աշխատում է միայն 1 թիմ, եւ ցուրտ եւ գրիպի սեզոնին օգնության սպասելը կարող է տևել 3 կամ ավելի ժամ։ Ինչպես պարզաբանել են Ձեյստվի արհմիությունից, աղետի հիմնական պատճառը շտապ օգնության բրիգադների պակասն է։ Նիժնի Նովգրոդի մարզում ենթակայաններում անձնակազմի մակարդակը կազմում է ընդամենը 58%։ Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով Ռուսաստանում ներկայումս պակասում է 23,000 բժիշկ եւ 63,000 միջին մակարդակի բուժաշխատող։ Թաղային բժիշկների մոտ կադրերի պակաս կա մոտ 12%-ով։ Մինչև Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը Ռուսաստանն արդեն 141-րդ տեղն էր աշխարհում առողջապահության ֆինանսավորման առումով, բայց հիմա իրավիճակն էլ ավելի է վատացել։ 24 թվականին Ռուսաստանի կառավարությունը արմատապես նվազեցրեց առողջապահություն ազգային նախագծի ֆինանսավորումը, կրճատելով քաղցկեղի դեմ պայքարի ծրագրերը, կլինիկաների արդիականացումը եւ առաջնային առողջապահությունը, первичная медицина, Այս ամենի փոխարեն միջոցները ուղարկվել են ռազմական կարիքների համար, զանգվածային մոբիլիզացիան եւ ռազմաճակատ հավաքագրելը ամբողջովին կաթվածահար արեց քաղաքացիական բժշկությունը, առանց մասնագետների եւ ֆինանսավորման մնացած առողջապահությունը պայթում է, իրենց լեզվով ասած տրիշիտ պաշտպան։ Մարդիկ մնում են առանց տարրական օգնության, բայց շարունակում են քարոզչություն դիտել եւ հավատալ իրենց երկրի իբր մեծությանը, հզորությանը։ Շտապօգնության ծառայության փլուզումը միայն այսբերգի գագաթն է, սրա հետևում թաքնված է ողջ սոցիալական ենթակառուցվածքի փլուզումը, կադրերի բարոյալքումը եւ համակարգի լիակատար անօգնականությունը։ Մինչ Կրեմլը ռեսուրսներ է այրում անիմաստ պատերազմի համար, Ռուսաստանի քաղաքացիները դրա համար վճարում են իրենց առողջությամբ եւ կյանքով։ Ինչպես ասացի, գիտեմ, որ մեծ թշնամին էլ է լսում, ուստի դիմում եմ նաեւ նրանց, եթե պուտինիստներ կան, որ ուզում են Ռուսաստանում բուժվեն, քայլով առաջ դեպի ձեր երազանքների երկիր։ Իսկ մեր լսարանի համար մենք կշարունակենք Ռուսաստանի անկում ապրող ոլորտների թվարկումը եւ հաճախակի ձեզ տվյալներ կներկայացնենք։ Շատ չերկարացնեմ, լավ մարդկանց մեր լսարանին լավ երեկո եմ մաղթում, իսկ թշնամիները թող մտածեն իրենց վատ ապագայի մասին։